Թագավորական Դանիայում տեսախցիկները Ալբանիայի վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ոտքի վրա լայնաժպիտ կատակներն են որսացել։ Հիշում եք, Թրամփը խոսել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին, հիշատակելով Ալբանիան եւ Ադրբեջանը։ Պետք է ներողություն խնդրեք, քանի որ ինձ ու Ալիևին չեք շնորհավորել խաղաղության գործարքի համար, որ նախագահ Թրամփը հաստատել է Ալբանիայի ու Ադրբեջանի միջև։ Կոպենհագենյան գագաթնաժողովում շնորհավորանքները, որ շռայլում են Փաշինյանին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները խաղաղության գործընթացում առաջընթաց են արձանագրել։ Փաշինյանի հետ ողջագուրվում եւ նրան շնորհավորում է Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Իսկ թե իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթաց կա, թե ոչ, վերջին օրերի իրադարձություններն այդ հարցի շուրջ այլ պատկեր են արտացոլում։ Երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն հորադից Զանգելան ճանապարհը, անուն են ուզում դնեն։ Այդտեղ մենք պետք է հարց տանք, մենք դա մեզ հուզում է։ Հանրությանը հուզում է թուրքական տանդեմի կողմից հաճախակի հնչեցվող Զանգեզուրյան միջանցք արտահայտությունը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի Ալիևից բացատրություն պատասխան ակնկալելուց հետո էլ Թուրքիայում գրեթե նույն ձևակերպումն են տվել։ Էրդողանի վարած ազգային անվտանգության խորհրդի նիստում կարևորվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը, նշելով, թե Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Նիստում չի կիրառվել Թրամփի ուղի կամ Սյունիքով անցնող ճանապարհ ձևակերպումը։ Սա եւս մեկ հնարավորություն էր այդ Զանգեզուրյան միջանցք կոչված նարատիվը մտցնելու միջազգային հարթակներում, միջազգային տարբեր ձևաչափերում կիրառելու եւ թե վերբալ, թե վիզուալ լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնորդները ընդգծել են Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Ավելի ուշ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն ասել է, թե Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են կյանքին խաղաղ պայմաններում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Ալիևը իր ձևակերպման մեջ նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումներն ունեն պատմական նշանակություն ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Մինչև այդ Ալիևը հասցրել է օգտագործել հետևյալ լեքսիկոնը, թե Թրիփը անցնում է Զանգեզուրյան միջանցքով, սա ըստ քաղաքագետի խոսում է այն մասին, որ Թրիփը գործելու է թուրքական տանդեմի պատկերացրած միջանցքում։ Սա Թուրքիա եւ Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, պլանավորված ծրագիր է, որը այս պահին փորձ է արվում այսպես նարատիվային պատերազմի միջոցով պայմանականացենք ներմուծել միջազգային հարաբերություններ։ Քաղաքագետ Պողոսյանը Հյուսիսային Կիպրոսի օրինակն է բերում, որի օկուպացիան միանգամից չի եղել։ Այն սկսվել է Թուրքիայի տևական աշխատանքներից հետո, ավելի ուշ Թուրքիան լեգիտիմացրել է ներխուժումը Կիպրոսի տարածք, եւ մասնագետը զուգահեռում է այն, ինչ հիմա Հայաստանի հետ է կատարվում, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, նույնը Կիպրոսի դեպքում էր, մինչև կիպրական հյուսիսային հատվածի ամբողջական օկուպացիան։ Ինչու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննած հանձնաժողովի զեկույցը չի մտել ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ։ Այս հարցը խորհրդարանի գլխավոր դահլիճից դուրս մնալով երկրի գլխավոր քաղաքական շենքում դարձել է օրակարգային, նաև դեռևս հեռակա բանավեճերի պատճառ իշխանական падգամավորների միջև։ Քաղաքացիական պայմանագրից Անդրանիկ Քոչարյանն էր քննիչ հանձնաժողովը ղեկավարում աշխատանքների մեկնարկից շուրջ 3.5 տարի անց նյութերի տրցակն ուղարկել են խորհրդարանի նախագահին։ Ալեն Սիմոնյանն էլ իրավախորհրդատուների օգնությանն է դիմել, հղում են արել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին եւ պնդել, թե հանձնաժողովի լիազորությունները դեռ 1 տարի 7 ամիս առաջ 2023-ի նոյեմբերին ավարտվել են։ 2.5 տարուց ավել է անցել։ Այդ ժամկետը այդ հանձնաժողովի չի տրվում մի բանի։ Հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է Իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։
Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին է հղում անում օրենսդրությանն ու պնդում, որ զեկույցը ստանալուց 1 ամիս անց խորհրդարանի խոսնակը պարտավոր է հարցը հերթական նիստի օրակարգ բերել։ Հիշեցնեմ, հենց նախորդ ամիս էր, ավելի կոնկրետ սեպտեմբերի 4-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ փաստաթղթերը ազգային ժողովի նախագահի սեղանին են հասել եւ ենթադրվում էր, որ այս քառօրյային էլ դրանք պիտի դառնային падգամավորների քննարկման թեման։ Ավելին, ըստ Քոչարյանի, զեկույցը դեռ մի բան էլ ավելի ուշ կարող էին ուղարկել ընդհուպ այս ազգային ժողովի լիազորությունների ավարտը։ Նպատակը զեկույց ունենալն է։ Ժամկետնանց չի կարող լինել այս զեկույցը, քանի որ դա պետք է մեր երկրին։ Լիագումարի օրակարգ գրեթե 4 տարվա ուսումնասիրությունները չմտցնելու պատճառները ժամկետներով չեն սահմանափակվում։ Ըստ խորհրդարանի խոսնակի, օրենսդրության հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնեմ, չէր մասնակցում պատերազմի հանգամանքների քննությանը։ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները հայտարարել էին, թե գործող իշխանության օրոք է եղել 44-օրյան։ Ուրեմն դրա պատասխանատուները չեն կարող հանգամանքները քննել օբյեկտիվ։ Տիգրան Աբրահամյանն է գրել Facebook-ում. հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում։ Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր։ Ինչու բարդվեցինք 44-օրյայում, ինչու Արցախն ընկավ, արդյոք այս հարցերի պատասխանները կստանա մեր հասարակությունը։ Իսկ հազարավոր քրգործեր հաջորդելու են այս զեկույցին, ինչպես հենց ինքը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր խոստանում։ Իրավական ջրերը դեռ պետք է պարզվեն, մինչև այդ խորհրդարանն այս նիստերը հասցրեց եզրագծին։ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են պատերազմի մասնակիցներ, ովքեր սիմվոլիկ քայլով փորձում են արտահայտել իրենց դժգոհությունը։ Նրանց ձեռքին տարբեր մարտական գործողությունների համար ստացած պետական պարգևներ են, որոնք ըստ նրանց կորցրել են իմաստը։ Պատերազմի մասնակիցները ի նշան քաղաքական գործընթացներին իրենց վերաբերմունքի հետ վերադարձրին պետական շքանշանները։ Այս կառավարությունը փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է զրոյացնել այն կյանքը, այն դժվարություններն ու պայքարը, որ մենք ունեցել որի համար արյուն ենք տվել իր սխալներն արդարացնելու համար։ Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Այսօր հանձնում եմ մինչև այն պահը կարծում եմ, երբ արժանի կլինենք, այսինքն կազատագրենք մեր երկիրը։ Արմեն Պետրոսյանը, որը 2012-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք նշելով, որ իր այս քայլով ընդվզում է ինքնությունը քայքայող համակարգի դեմ։ Պատերազմի մասնակիցներից որևէ մեկն այս որոշումը հեշտությամբ չի ընդունել։ Շքանշանները մեզ համար պարզապես մետաղ չէին, ասում է Արմանը, ու հավելում, սա հուզական ծանր գործողություն էր։ Իրենց արժեքների, իրենց գաղափարների նվիրումի հավատքի համար ստացած պարգևները իրենց իսկ ձեռքով դնում են գետնին, ոստիկանների ոտքի առաջ, անձրևի տակ թրջվելու։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է։ Ձեր համակարգի ամոթն է։ Պատերազմի մասնակիցներին առավելապես վրդովեցրել է այն փաստը, որ սեպտեմբերի 13-ին պատերազմի զոհերի հիշատակը չհարգելով Հրազդանում ֆեստիվալ են կազմակերպել։ Մենք էլ դրա մեջ էլ արժեք չենք գտնում ու հետ ենք վերադարձնում այն ինչի համար մենք պայքարել ենք, մենք մեր սրտում ու հոգում պահում ենք, քանի որ դրա համար մարդիկ են զոհվել, արյուն է թափվել, մեր ընկերների արյունն է թափվել ու մենք այդ արժեքը վերականգնելու համար պայքարելու ենք, սա դրա առաջին քայլն է։ Բողոքավորները պարզաբանում են, իրենք չեն կարող կրել պարգևներ, երբ իրենց ազատագրական պայքարը, իրենց անցած ճանապարհը փորձում են վերաշարադրել որպես սխալմունք։ Պետական պարգևները վերադարձնելու այս քայլը բողոք էր ոչ միայն անցյալի արժեզրկման դեմ, այլև հստակ ուղերձ ներկայի ու ապագայի մասին։ Մինչև կառավարությունը չի արձագանքել այս քայլին, պատերազմի մասնակիցները մեկ անգամ եւս շեշտում են, իրական պայքարը միայն ճակատում չի եղել։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կառավարությունում արձանագրեց, որ այդ սահմանափակումները ի լրում են պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվաքանակը կտրուկ ավելացել է, հատկապես 2024 թվականի վերջին, երբ պետական բյուջեն արդեն ընդունված էր։ 24 թվականին մոտ 50,000 շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62,000, այսինքն 12,000-ով շահառուների թվականակը աճել է, եւ շահառուների թվականակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջերամսյակային վերաբաշխումներ անել գումարների, մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել, եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք։ Հիմա այս միտումները հաշվի առնելով ՊԵԿ-ն առաջարկում է եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել տարեկան ծրագիրը, որը առաջարկվում է կատարել պետական բյուջեի առանձին ծրագրի խնայողությունների հաշվին։ Դրա արդյունքում տարվա վերջում ծրագրի բյուջեն կհասնի 97 միլիարդ դրամի։ Այսքան ծավալ կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել։ Ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է, եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող։ Կառավարության նիստին օրակարգային հարցով ներկայացավ նաև էկոնոմիկայի նախարարությունը, այս անգամ թեման ջերմոցների կառուցման ծրագրի փոփոխությունն է։ Սույն նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակենք ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարի տվյալներով այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը։ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը ջերմոցների եւ ջերմատների արտադրանք է։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 136,000 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել, մասնավորապես 1000 տոննա լոլիկ ենք ավել արտահանել անցած տարվա համեմատ 8% է աճը, 4500 տոննա պղպեղ ենք ավել արտահանել 59% է աճը, սմբուկը ուրեմն 800 տոննա ենք ավել արտահանել 80% է աճը։ Պապոյանը նշեց, արտահանման աճի դինամիկա են ցույց տվել նաև մրգերն ու ծաղիկները։ Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ այդմ Գերմանիայի կառավարությունը 4 ծրագրի իրականացման համար Հայաստանին կտրամադրի 15.6 միլիոն եվրո արժեքով դրամաշնորհային օժանդակություն։ Ձեզ ենք ներկայացնում սում համաձայնագիրը, որով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը, սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6.1 միլիոն եվրո։ Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Նախագիծը հաստատվեց, որը ըստ էկոնոմիկայի նախարարի բխում է կառավարության ծրագրի 5.1 կետից, այն է Հայաստանի Հանրապետության արտահանման ռազմավարության եւ կից ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում։ 21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսներից մեկի ջրի հետ կապված Հայաստանը մտածելու բան չունի, եթե համեմատենք աշխարհի պետությունների 60%-ի հետ, որտեղ խմելու ջուրը օրախնդիր է, առայժմ չունի, կունենա, եթե նույն կերպ վերաբերվի այս ռեսուրսին։ Հարցը միայն գետերին ու լճերին չի վերաբերում։ Օրինակ, Սևանի, որից այս տարի նորից 200 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնվեց եւ որևէ հաշվետվություն չներկայացվեց, թե ուր գնացին այդ ջրերն ու ինչպես ծախսվեցին։ Խոսք
Խոսքը նաև Արարատյան ստորջրի ավազանի մասին է։ Սևանի չափ տարածք Արարատյան դաշտի տարածքում, որը նախորդ տասնամյակներում պարպվեց գրեթե 2/3-ով։ Վերջին տարիներին պետությունը քայլեր է անում ստորջրի ավազանի ցամաքումը կանխելու համար։ Միայն այս տարվա ընթացքում 19 հոր է լուծարվել եւ կոնսերվացվել, 5-ը լուծարվել են, 14-ը կոնսերվացվել են։ Շրջակա միջավայրի նախարարությունը նաև հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը Արարատյան ստորջրի ավազանի վերականգնումն է։ Որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը եւ դրա բաշխումն ըստ առաջնահերթությունների։ Ներկայումս օրենքով սահմանված է տարեկան 1.1 միլիարդ խորանարդ մետր վերականգնվող ջրի ծավալ, ինչը չի համապատասխանում իրականությանը եւ այն նվազեցվում է 926 միլիոն մետր խորանարդի։ Կառավարությունն առաջարկում է խմելու, կենցաղային ոռոգման եւ ձկնաբուծության համար այսուհետ խորքային ջրերի օգտագործման համար թույլտվությունը երկարաձգել, հաշվի առնելով վերականգնվող ջրաքանակները, այսինքն տարեկան ծախսել այնքան, որքան վերականգնվում է։ Ընդդիմադիր օրենսդիրների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ չնայած կատարվող քայլերին, Արարատյան ստորջրի ավազանի վիճակը գնալով վատանում է։ Դրական ցուցանիշները 18-ից հետո վատացան։ Մասնավորապես ես ունեմ ցուցանիշներ իմ ձեռքի տակ եւ դա հրապարակված է նաեւ ձեր նախարարության պաշտոնական կայքեջում, դուք այս հիմնավորման մեջ չեք նշել։ Ինչու է Արարատյան արտեզյան ավազանի վերականգնվող ջրի ծավալները նվազել վերջի տարիներին, դրա պատճառները բազմաթիվ են, բոլորս ականատես ենք լինում կլիմայի համընդհանուր փոփոխության եւ ոչ միայն կլիմայի փոփոխության ու դրա հետ համատեղ նաեւ ջրային ռեսուրսների պակասի խնդրին։ Այստեղ խնդիրը նաեւ թափանցիկությունն է, որևէ մեկը հստակ տվյալներ չունի, թե Արարատյան դաշտի տակ գտնվող ջրային ավազանը ինչ վիճակում է այս պահին։ Եթե որոշակի քանակությամբ ջուր լցվում է եւ թույլ են տալիս այդ ամբողջական ջուրը օգտագործելու, այսքան լցվել է, այդքան էլ օգտագործում ես։ Դե պարզա որ այդ օրերում այլևս ջուր չի մնալու։ Իրականում խորքային ջրային ռեսուրսների ճգնաժամը սկսվեց ձկնաբուծարանների գերշահագործման հետևանքով, երբ ահռելի քանակությամբ ջուր հանվում եւ հոսում էր անհայտ ուղղությամբ մատչելի ձկնամթերքը Ռուսաստան արտահանելու համար։ Չկա նշած, թե տվյալ պահին խորքային ջրերի մակարդակը ինչ աստիճանում է գտնվել, ենթադրենք 7 տարի առաջ, եւ այդ մոնիտորինգը ով արել եւ թող տարեկան ցուցանիշները ցույց տան։ 7 տարվա ընթացքում քանի սանտիմետր է բարձրացել կամ ինչ է։ Գործադիրը սահմանել էր, որ ձկնաբուծարանները պետք է կրկնակի կիրառեն հորերի ջուրը, սակայն կան ենթադրություններ, որ նշված կարգավորումը այդպես էլ մնացել է թղթի վրա, այսինքն ձկնաբուծարանները շարունակում են անարգել շահագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները։ Այն դեպքում, երբ պարզ հաշվարկի դեպքում հնարավոր է պարզվեր, որ մեկ միջին ձկնաբուծարանի օգտագործած ջրով հնարավոր կլիներ ոռոգել հարյուրավոր հեկտար հողատարածքներ, աշխատանքով ապահովել հարյուրավոր մարդկանց եւ պետության համար գեներացներ տասնապատիկ ավելի մեծ եկամուտ։